Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող։ Ես էլ միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում եմ միայն առողջություն ամենագլխավորը եւ խաղաղություն։ Եվ անցնելով առաջ ասեմ, որ այսօր պատրաստ ենք շատ տոնական այսպիսի բաղադրատոմս չեմ որոշել անկեղծ ասած, բայց շատ համեղ է։ Ինչու ոչ, կարելի է նաեւ տոնական սեղաններին այս համեղ բաղադրատոմսը ուրեմն օգտագործել, պատրաստել այս ուտեստը եւ հրամցնել։ Եվ ասեմ, որ այս տարբերակը նախուտեստի տարբերակ է, այն ինչ որ այսօր որոշել եմ պատրաստեմ, սա նախուտեստ է։ Այստեղ պետք է ներառենք հավի կրծքամիս, ահա այստեղ ունենք, ես հենց հիմա կսկսեմ այն մարինացնել եւ կթողնենք մի կողմի վրա եւ հետո ավելացնելու ենք ուրեմն ահա տեսնում եք մենք այստեղ տարայի մեջ ունենք խորոված բանջարեղեն մեր գործընկերոջ կողմից առաջարկվող ուրեմն Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից առաջարկվող այս համեղ սմբուկը, լոլիկը, պղպեղը, որը այսօր ես օգտագործելու եմ։ Այստեղ էլ ունենք որպես հավելում թարմություն փոխանցելու համար այստեղ ունենք մի քանի հատ չերի լոլիկներ, կարմիր սոխ, այսինքն շալոտ տեսակի սոխ եւ խառը կանաչի։ Այս բոլորը պետք է միախառնենք եւ ստանանք շատ համեղ նախուտեստ։ Ինչ ենք անում առաջին հերթին։ Ինչպես ասացի, մենք պետք է հավի կրծքամիսը մարինացնենք, իսկ դրա համար մեզ պետք է լինելու համեմունքներ, բուսայուղ եւ մի փոքր էլ սոյայի սոուս։ Առաջին հերթին ուրեմն տեղափոխեմ ամանի մեջ մեր թռչնամիսը, ահա սա դնենք մի կողմի վրա։ Այսպես, սիրելիներս, օգտագործում ենք աղ, քիչ, որովհետև քիչ հետո ես սոյայի սոուս եւս կավելացնեմ։ Այսպես աղ, սխտորի փոշի, քրքում, խմելի սունելի, սև պղպեղ, այսպես, եւ իհարկե հատուկ համեմունք նախատեսված մսամթերքի համար։ Մենք երեք էլ, եթե հիշում եք, օգտագործեցինք այն եւ այսօր եւս այս թռչնամսի համար, հավի կրծքամսի համար կօգտագործենք։ Անկախ նրանից, որ ես բազմապիսի ուրեմն համեմունքներ օգտագործեցի, գուցե հարց առաջանա, եթե այդքան համեմունք ավելացրեցիր, ապա ինչու մի հատ էլ խառնուրդ, ինչ որ խառնուրդ։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու, այսինքն այն ինչը, որ նախապես արդեն ավելացրել եմ, սրա հետ համադրությունը շատ գեղեցիկ է լինում եւ շատ ավելի ճոխ։ Բայց ինչպես միշտ այսօր եւս կրկնում եմ, ցանկության եւ նախասիրության հարց է, ըստ քիմքին հարիր, ինչպես դուք եք ցանկանում։ Ես իմ առաջարկն եմ անում, դուք արդեն ձեր ընտրությունն եք կատարում։ Հիմա բուսայուղ ենք այստեղ ավելացնում։ Այսպես, եւ ես հիմա բերեմ սոյայի սոուսը։ Ավելացնենք սոյայի սոուս, խնդրեմ, ու մեզ մնում է միայն լավ խառնել, ահա, լավ տրորել, որպեսզի լավ համերը այսպես միախառնվեն, այս համեմունքը ամբողջովին ներծծվի հավի կրծքամսի մեջ, այսպես, պետք է շատ լավ տրորել։ Եվ երևի թե մի քանի րոպե, 5-ից 10 րոպե կթողնենք հանգստանա, համերը միախառնվեն, այնուհետև մենք պետք է այս համեղ հավի կրծքամիսը տապակենք։ Այսպես, ողջույն Սուրեն ջան։ Ինչպես տեսնում դու շատ գեղեցիկ այսպես գունավորել ես արդեն քո տաղավարը։ Տարածքը, այո։ Հետաքրքիր է։ Եվ այսօր շատ չերի լոլիկներ։ Այո, հրաշք էր, բնության գեղեցկություններից, չգիտեմ։ Դու համեղ բաներ ես պատրաստում ես համար։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիր է։ Իսկ դու մասնակցել ես այդ մայիսինյան տոներին։
Ես էլ սովետական միության զավակ եմ, այսպես ասեմ։ Շատ հին մարդիկ ենք մենք, այո, իհարկե մասնակցել ենք եւ շատ մեծ ուրախություն։ Այսինքն գերագույն հաճույք ենք ստացել փոքր լինելով։ Մենք հասկացել ենք տոնի կարևորությունը եւ այդ համովությունը։ Մենք շատ վայելել ենք մեր։ Ես հիմա որ վերադառնում եմ մանկություն, հիշում եմ, որ ինչքան գեղեցիկ մանկություն ենք ունեցել հենց այդ տոների հետ կապված, այսինքն շատ գեղեցիկ է եղել եւ շատ համեղ ամեն բան։ Այնպես որ այո, իհարկե, իսկ դու իհարկե, ես հիշում եմ մենք գնում ենք պապիկիս հետ հենց այդ զբոսայգին, հաղթանակի եւ այնտեղից առնում ենք շաքարակ լոլներ։ Նաև կար այսպեսի համեղ բան, որ հիմա չեմ կարող գտնեմ, երևի թե կարող է լինել, բայց երևի չեմ կարող ճիշտ փնտրել, խնձորը, որը ամբողջությամբ այսպես կարամելի մեջ է թաթախված եւ փայտիկ է վրան։ Այո, եւ այդպես շատ համեղ էր, դա եմ հիշում։ Դրոշակները, փոքրիկ փուչիկները։ Անպայման փուչիկները, ծաղիկներ, դրոշակներ։ Եվ հետո բոլոր այդ տոներին, իհարկե մեր ժամանակ, մեր սերնդակիցները բոլորն էլ կհիշեն, որ յոյո հիշում ես, խաղեր էին վաճառում, իհարկե մեր ծնողները անպայման մեզ գնում էին, որովհետև թելով այդ հաճելի ձայնը գալիս էր, շատ մեծ ուրախություն էր, չգիտեմ, հիմա դե բնականաբար այս սերնդի երեխաները չեն տեսել այդպիսի բաներ, բայց մենք շատ հետաքրքիր բաներ ենք տեսել։ Ինտերնետով, այո։ Դե հրաշալի է, դու հիմա այսպես պատրաստում ես, երեք նաև եղավ եւս մեկ շատ կարևոր իրադարձություն, վերջապես ընտրվեց Հռոմի Պապը։ Այո, իմիջիայլոց ես էլ հետևեցի այդ Լևոն առողական 14-րդը սերվում է Միացյալ Նահանգներից եւ հենց ինքը իր անունը ընտրեց որպես Լևոն, հա, ու Եվրոպայում դա որպես Լեոն, բայց մեզ համար Լևոն 14-րդը մեր Լևոնն է։ Եթե վերցնենք տարիքայինով, երիտասարդ պապ 65 թե 69 տարեկան, համենայն դեպս տեսքը շատ բավականին այսպես առույգ է վերիտասարդ է, օգնեմ քեզ չէ, դու արդեն կարողանում ես։ Իդեպ ասեմ, եթե բախտ է վիճակվել, իսկ հիմա շատ հասանելի է Վատիկան գնալը, եթե այնտեղ եք լինում, մեկ անգամ այսպես պտտվում եք Վատիկանի այդ պալատով, թանգարանով, այո, եւ հետո արդեն, երբ որ այս ամենը տեսնում ես, դու հասկանում ես դրա կարևորությունը, որովհետեւ շատ հետաքրքիր այնտեղ սենյակներ կան, շատ հետաքրքիր հենց այդ տեղը, որտեղ որ կատարվում է պապի ընտրությունը, հա, Սիքստինյան կապելան, որի հենց ներքո էլ այդ ամենը կատարվում է եւ դու անկախ քեզանից արդեն երբ որ մտովի պատկերացնում ես որ հիմա այնտեղ որտեղ է որ ես գնացել եմ տեսել եմ հիմա այնտեղ նստած են կարդինալները եւ ընտրում են Հռոմի Պապին եւ այնտեղ շատ այսպես հանգամանալից իդեպ մեր հայ գիդը պատմում էր թե ինչպես է կատարվում այդ ընտրությունը ինչպես են այդ ձայները փոխանցվում ինչպես է հետո այդ սպիտակ ծուխը որ տեսնում ենք ժամանակին դա իհարկե հատուկ բան չէր, այլ պարզապես հա ինչ որ փայտի տեսակ էր, որից ծուխ էր, սպիտակ էր։ Հիմա արդեն մի փոքր քիմիական միջամտություն են տալիս, գնդիկներ են սև գույնի եւ սպիտակ, որը այո գցում են հենց բանի մեջ։ Մի խոսքով շատ հետաքրքիր process է, շատ եւ ես նաեւ խորհուրդ կտամ դիտել Կանկլավ ֆիլմը, որը ճիշտ է, այնտեղ Վատիկանում ասում են որ դա ընդհանրապես կապ չունի այն ամենից ինչ որ կատարվում է այդ պահին ներսում, բայց համենայն դեպս եւս մի տարբերակ է թե ինչպես այդ process-ը կատարվում ընտրությունների։ Դե մենք երևի թե մի քիչ շատ էսպես խոսեցինք, հիմա կարճ դադար ըստ մեր ռեժիսորի, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Սիրելիներս, ինչպես ասացի, այսօր պատրաստելու ենք շատ համեղ նախուտեստի տարբերակ, բայց ինձ խոհանոցում հյուր է եկել իմ շատ թանկագին Սոնան։ Ողջույն Սոն ջան։ Ողջույն Սելի Ադինա։ Դու էլի շատ համեղ բաներ ես պատրաստում եւ ամբողջ տաղավարում հարցազրույցի ամբողջ ընթացքում այդ բույրը մեզ հետ էր։ Այո, սիրելիս, թարմ կանաչիների այս համեղություն այո բույրը տարածվել է եւ ասեմ որ հիմա պետք է արդեն մենք հավի կրծքամիսը տապակենք որը մարինացրել էինք մի քանի ուրեմն համեմունքներով այսինքն մի քանի նկատի ունեմ մի ամբողջ զամբյուղ մի ամբողջ համեմունքների փունջ եւ այնտեղ ավելացրել էի նաեւ բուսայուղ եւ սոյայի սոուս եւ հիմա թավան շատ տաք է իմիջայլոց ես հենց այս պահին կփորձեմ բուսայուղը լցնել եւ իհարկե տեղափոխել հավի կրծքամիսը թավայի մեջ։
այսպես շատ հեշտ տարբերակ է, քանի որ ես նշել եմ հեռուստայտողին, որ խորոված բանջարեղենով ենք պատրաստելու մեր ուրեմն այս համեղ նախուտեստը, իհարկե մենք պատրաստի վիճակում ունենք, եթե հեռուստայտողը ցանկանա, կարող է պարզապես թարմ սմբուկը գնել եւ իհարկե խորովել։ Բայց մենք ունենք ամենահեշտ, այսպես արագ պատրաստվող տարբերակները։ Մեր ռեժիսորը նախապատվությունը տալիս է Իջևանի ապրանքատեսականին, ինչպես նաև մենք, եւ ասում է, որ այս սեզոնի սմբուկները այդքան համեղ չեն, ինչքան ամռան սմբուկները։ Այո, այնպես որ նկատի ունեցեք, սիրելի հեռուստադիտողներ, եւ դուք էլ մի անգամ գոնե գնեք եւ փորձեք, իսկապես շատ համեղ է։ Ահա այսպես մենք կփորձենք այսպես համբերատար տապակել հավի կրծքամիսը ամբողջական վիճակում, չնայած ամենավերջում, երբ նախուտեստը պատրաստեմ, ես այն պետք է շերտերով կտրեմ եւ արդեն դասավորեմ մեր այս համեղ սմբուկի վրա։ Ուզում եմ նշել, որ այստեղ իհարկե խորոված սմբուկը, լոլիկը եւ պղպեղն են, բայց ես օգտագործել եմ միայն սմբուկը։ Լոլիկը չենք օգտագործելու, լոլիկ օգտագործելու ենք թարմ տարբերակով, մենք այստեղ ունենք չերի տարբերակը, այնպես որ լոլիկը կթողնենք ուրիշ մի բան, օրինակ ծվածեղ կարելի է անել։ Այո։ Այնպես որ ռեժիսորը ինձ խանգարում է ականջի մեջ։ Այո, ես հասկանում եմ։ Բայց ես ուզում եմ հասկանալ ինչով քեզ կարող եմ օգնել, այս պահին եթե ցանկություն ունես, կարող ես ուղակի լոլիկները բաժանել երկու մասի, պարզապես, քանի որ փոքր են, ես կարող եմ քեզ ուրիշ տախտակ տալ։ Պարզապես երկու մասի ենք բաժանում։ Լոլիկները։ Այո։ Չերիկներն են մեր։ Չերի լոլիկները, ահա խնդրեմ, կարող ես Բայց դանակը կարող եմ, չէ՞։ Գիտես, քեզ կարող եմ հենց լոլիկի համար նախատեսված դանակ տրամադրել, այս ձևի դանակը, այս ֆորմայի դանակը, ուրեմն հատուկ լոլիկի համար է նախատեսված։ Իհարկե ավելի շատ նախատեսված է լոլիկի կեղևը մաքրելու կամ գեղեցիկ կտրելու համար, բայց այնուամենայնիվ շատ հարմարավետ է։ Իսկ ես ասեմ, որ այստեղ օգտագործելու ենք շալոտ տեսակի սոխ, որը ես մանրացրել եմ, կօգտագործենք հենց, այսպես ասած, միջուկը պատրաստելուց եւ հաջորդ սոխը ուրեմն կլոր շերտերով կկտրեմ եւ կձևավորեմ մեր նախուտեստը։ Այնպես որ շատ բաղադրիչներ պետք չեն, սիրելիներս։ Ես կարծում եմ շատ այսպես մոտավորապես 2000 դրամի կարգի այս նախուտեստը կկազմի, այո, եթե անկեղծ լինեմ, այդքան այն պարագայում իհարկե եթե տանը չունեն պահածոացված տարբերակը կամ սառցախցիկում նախապես չեն ձմռան շրջանում չեն պատրաստել եւ չեն այսպես պահեստավորել, եթե պետք է գնումներ կատարել, ապա չաշխատեցիր ամռանը ասա ինչներ պատճառ։ Այո, 2000 դրամի կարգի կկազմի այս նախուտեստը, բայց շատ համեղ է, ես վստահեցնում եմ, եթե փորձեք, գոհ կմնաք։ Ահա այսպես, մի փոքր երևի թե կրակը պետք է բարձրացնել, իսկ այս նախուտեստի կողքին շատ հաճելի կլինի չորահացիկներ պատրաստել նաև, դա կարող է լինել լավաշից ուրեմն պատրաստված չորահացիկ կամ թե սովորական, այո, իհարկե կարելի է էլի համեմել սխտորով, բուսայուղով, այսինքն ձիթապտղի յուղով, տեղափոխել ջեռոց, չորացնել եւ այս նախուտեստի կողքին մատուցել, շատ համեղ եւ հետաքրքիր։ Երբ այդ ամենի մասին խոսում ես, ու ես չերիկներն էլ տեսնում եմ այստեղ, մտածում եմ, որ կարելի է նաեւ բրուսկետայի տարբերակ առանձնացնել մեզ մոտ մի օր առավոտյան եւ պատրաստել այսպես բրուսկետաներ առավոտյան նախաճաշի համար, կարծում եմ իդեալական տարբերակ է։ Եկող շաբաթ, այսինքն շաբաթվա սկզբին կամ ընթացքում ես քո առաջարկը ընդունում եմ եւ անպայման կպատրաստենք, կարող ենք այն պատրաստել պարզապես լոլիկով, շալոտ սոխով, վարունգով, կարող ենք պատրաստել ավոկադոյով, լոլիկով եւ այսպես պեստո սոուսով նաեւ, ինչու ոչ, կարելի է նաեւ սա էլ համադրել։ Մենք անպայման, ես արդեն գրի առա այս պատվերը, այսպես ասած, ինչպես հայտնի
ֆրազայում պատվերն ընդունված է։ Այո, ես էլ շատ ուրախ եմ, երբ ինձ էլ են հուշում անում, այ ինչպես ես եմ փորձում մեր հեռուստադիտողին հուշումներ անել, այնպես էլ ինձ է դա հաճելի, երբ ինչ որ մեկը հուշում է ինձ, որ կարելի է գիտես այս բանը պատրաստել, իմ գործը շատ դրանից շահում է, ավելի հեշտ է լինում ինձ արդեն կողմնորոշվել։ Ադրի այստեղ մինիմալիստական էսթետիկա կա, գույները շատ գեղեցիկ են, բայց հիմա պետք է ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, այսօր պատրաստում ենք նախուտեստի տարբերակ, իսկ դրա համար մեզ պետք էր խորոված սմբուկ, ահա ես արդեն լցրել եմ այս ամանի մեջ, որպեսզի համեմեմ այն, եւ իհարկե հավի կրծքամիս, որը շատ բազում համեմունքներով տապակվել է արդեն, այստեղ ունենք չերի լոլիկներ եւ իհարկե ունենք արդեն կտրատված խառը կանաչի շալոտ տեսակի սոխ եւ այս վերջին թերթիկները ռեհանի կօգտագործենք ձևավորման համար։ Այսպես գնացինք առաջ։ Ինչ ենք անում այս պահին, սիրելիներս։ Խորոված սմբուկի վրա ավելացնում ենք մի փոքր խառը կանաչի, այսինքն ոչ թե մի փոքր, այլ լավ էլ առատ ավելացնում ենք խառը կանաչի եւ իհարկե կտրատված սոխը։ Մանր կտրատված սոխը ավելացնում ենք միջուկի մեջ, սիրելիներս, իսկ ուրեմն օղակներով կտրատվածը կթողնենք ձևավորման համար։ Այստեղ մի փոքր որպես այսպես մի չնչին հավելում անենք, սև պղպեղ ավելացնենք։ Շատ քիչ, շատ աննշան աղ եւ իհարկե սխտորի փոշի։ Հիմա լավ խառնենք, ասեմ, որ պահածոացված խորոված բանջարեղենից ես միայն օգտագործել եմ պղպեղը եւ սմբուկը, սիրելիներս, ահա լոլիկը ես չեմ օգտագործել, թող մնա, լոլիկը ուրիշ որևիցե ուտեստի մեջ կօգտագործենք։ Այս պահին մեզ պետք է միայն սմբուկը, որովհետեւ լոլիկը օգտագործելու ենք թարմ վիճակում։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ պետք է լավ հարել, որպեսզի շատ ավելի խյուսի վերածվի սմբուկը։ Նախուտեստի բաղադրատոմսը, այսինքն տարբերակը հենց այսպիսինն է։ Այսպես։ Ահա տեսեք, թե ինչ տարբերակ ստացանք։ Հիմա կտեղափոխենք, հենց այս պահին կտեղափոխեմ այն մեր մատուցվող ամանի մեջ։ Շարունակությունը իհարկե ավելի ուշ կցուցադրեմ։ Հիմքը ստանանք, հետո շարունակությունը արդեն ձևավորման ընթացքում։ Ահա։ Սա դնում ենք մի կողմ, ողջույն սուր։ Այս միշտ շատ գեղեցիկ եւ էսթետիկ ամեն ինչ դասավորում է սա։ Եթե սա փորձ է, ես պատկերացնում եմ ինչը որ արդեն փորձը չի։ Ադրինե ուզում եմ անպայման հիշեցնել, որ այս ամենը նաև պատրաստում է այն համեղություններով, որը ներկայացնում են մեր գործընկերները։ Իջևանի գինոգործարանը իր պահածոների լայն ու շքեղ տեսականիով, որը միշտ հասանելի է եւ համեղ, իդեպ ասեմ, որ հենց այս պահածոների մեջ կա տնականի պատրաստած համն ու հոտը, ինչպես ասում են, եւ շատ հանգիստ կարող է կորված ցանկացած պահի, պարզապես եթե շատ արագ է պետք սնվել, այս պահածոներից մեկը բացել եւ վայելել համը եւ իհարկե սնվել։ Ինչպես մենք այսօր առաջարկեցինք հեռուստադիտողին, պահածոներից մեկը բացեցինք եւ շատ արագ, սա մի քանի րոպեների հարց է, եթե պատրաստի վիճակում կա ձեռքի տակ այս պահածոն, ուրեմն մեզ միայն կմնա հավի կրծքամիսը տապակել մի 15 րոպե եւ ճոխ համեղ նախուտեստը պատրաստ։ Դե չմոռանանք նաև կաթնամթերքի մասին, որը նույնպես շատ կարևոր է, հատկապես առավոտյան նախաճաշի համար, տալիս է այն սպիտակուցների մեջ չափաբաժինը, որը պետք է մեր օրգանիզմերին ամբողջ օր էներգիայով լցվելու համար։ Կաթնամթերք, պանիրների լայն տեսականի, այս ամենահասանելի է ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս, ի դեպ նորություն, սպառողի համար հատուկ պանիր բաստուրմայով
Այո, կարող է շատ համեղ է, շատ հետաքրքիր եւ իհարկե մենք արդեն հասցրել ենք այն սիրել եւ կարծում եմ, որ մենք ունենք դեռ հնարավորություն ճաշակել։ Այո, հասանելի են բոլոր խանութներում, այնպես որ Elol ապրանքանիշը միշտ իր նորություններով եւ նորարարություններով հանդես է գալիս հետաքրքիր բաների տեսականիով։ Վայելեք, ոչ միայն Հայաստանում, նաեւ Լոս Անջելեսում կարող եք հայկական խանութներից եւ սկսեք ձեր օրը։ Սուպեր, եւ գնացինք առաջ, ասեմ, որ այստեղ ունենք չերի լոլիկ, ավելացրեցի էլի խառը կանաչին, մի քանի կլոր օղակներով սոխ ավելացրեցինք, ուրեմն աղ եւ պղպեղ եւս կավելացնենք։ Ու այսպես մի փոքր կարելի է ինչ որ հետաքրքիր շատ հետաքրքիր հավելումներ անել, այստեղ ավելացնենք նաև բուսայուղ, այսպես, խառնենք։ Իմիջիայլոց, վերջերս անընդհատ համացանցում տեսնում մի շատ հետաքրքիր տարբերակ են փոքրիկ բողկերը, որ կարմիր, բոլոկի են ասում։ Բոլոկիների մարինացնելու տարբերակ, որ ինչ որ այդպես անընդհատ տարածում է ամբողջ համացանցում։ Հազում եմ քեզ խնդրեմ մի հատ պատրաստես։ Գիտես, շատ հեշտ տարբերակ է։ Շատ հեշտ է։ Այո, քացախով մարինացված բոլոկիներ, որը պիտի մի քանի ժամ կամ գոնե 1 օր մնա, որպեսզի ներծծվի այդ համերը։ Ես նույն տարբերակով փոքրիկ, շատ փոքրիկ սոխ եմ մարինացնում նաև, շատ համեղ է լինում, համարյա թե ընդհանրապես չես զգում որևիցե սոխի։ Բայց արի բոլոկին անենք ամեն դեպքում։ Բոլոկին կանենք։ Ամեն դեպքում առավոտյան սոխը մի տեսակ չի։ Լինի Բոլոկին։ Այո։ Շատ լավ, մեր ռեժիսորի իմ ականջի մեջ արդեն ասեց, որ դե դաթար։ Դե դաթար, բայց ինչու դաթար, եթե մենք դեռ հավի կրծքամիսը պետք է կտրատենք։ Այո, խնդրեմ Ադինա կտրատենք։ Կարող է ասել Հայկը ինչու այդպես։ Մենք իհարկե ունենք ժամանակ շատ քիչ, Ադինա պիտի խնդրեմ այդպես արագացնենք։ Դե կատակ ես ահա ուզում եմ որպեսզի հեռուստադիտողը տեսնի մեր գեղեցիկ տապակված հավի կրծքամիսը, այն մի փոքր պետք է սառչի եւ ես շերտերով կտրատեմ ու վերջում ձևավորման ժամանակ, այո, մատուցելիս ես գեղեցիկ կներկայացնեմ մեր հեռուստադիտողին, այնպես որ կարող է լինել դադար։ Այո, այս պայն կարճ դարձար ու արդեն հաջորդիվ տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ հետո ծրագրի ավարտին արդեն կճաշակենք այն համեղությունը, որը ներկայացրեց Ադրինեն։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես պատրաստվում եմ մատուցել մեր օրվա բաղադրատոմսը, ինչը բաղկացած էր ամենահամեղ եւ սիրելի մթերքներից՝ սմբուկ խորոված, չերի լոլիկ կանաչի սոխ, հավի կրծքամիս եւ հիմա ես պետք է վերջնական տեսքը եկեք միասին այսպես հասկանանք, թե ինչ պետք է լինի, հավի կրծքամիսը տապակեցինք եւ այսպեսի գեղեցիկ շերտերով կշարենք մեր այս համեղ բանջարեղենի վրա եւ իհարկե սոխով ու կանաչիով կմատուցենք։ Ահա այսպես ուզում եմ շատ ճոխ տեսք ունենա, առատ եւ ճոխ իհարկե։ Այսպես սոխն էլ օղակներով բաժանված կլցնենք մեր մթերքների վրա։ Այսպես խառը կանաչին իհարկե էլի առատորեն լցնենք։ Եվ ամենավերջում փոքրիկ ռեհանի տերևիկը կհամալրի մեր օրվա ուտեստը։ Ահա։ Այսպիսի տեսք ստացավ մեր ուտեստը։ Ես հուսով եմ ինքներդ էլ կպատրաստեք, ես արդեն ախորժակով սպասում եմ այն պահին, երբ պետք է ճաշակենք, դուք ձեզ լավ նայեք, այսօր բարձր տրամադրությունը փորձեք պահպանել, տոնական օր ստեղծեք ձեզ համար եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։